Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը պատրաստում է նոր անկախ Հայաստանի պատմության ամենակեղծված ընտրություններին, հարգել է հեռուստադիտողներ, 3 բոլորս ականատես եղանք մի քաղաքական, թատերական ներկայացման։ Գյումրին պաշարված էր ոստիկանների կողմից, ձերբակալում էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, տրամաբանական հարց առաջանում, լավ, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն դատարանը չէին կարող ծանուցում ուղարկել Վարդան Ղուկասյանին, եթե նա չներկայանալ Երևան, այլ դրանից հետո գործողություն իրականացնեին, բայց Նիկոլ Փաշինյանին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը անհրաժեշտ էին այդ պատկերը, թե ինչպես են կոտրում Գյումրու քաղաքապետարանի դռներից մեկը, ինչպես են կալանավորում, ինչպես են պաշարում շենքը եւ տեղի ունեցավ այն, ինչի ականատեսը մենք բոլորս դառանք, սա ընդհանրապես պետք է դիտարկել ընդհանուր իշխանությունների գործողությունների փաթեթի մեջ, այս հետընտրական կեղծիքների փաթեթի մեջ, ինչի մասն է խոսքը, տեսեք, Վանաձորից մինչև Փարաքյար, Գորիսից մինչև Գյումրի, մինչև Վեդի եւ այլ քաղաքներ, որտեղ իշխանությունները պարտվում են, այսինքն հասարակության քվեն դեմ է դուրս գալիս քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իրենց վարած քաղաքականությանը, իշխանությունները փորձում են խմբագրել ընտրությունների արդյունքները։ Դե Նիկոլ Փաշինյանը որպես նախկին խմբագիր, նախկինում նա խմբագրում էր իր լրագրողների տեքստերը, այս պայդրությամբ էլ խմբագրում էր ժողովրդի քվեն, իրենք ինչ որ գործողություններ են իրականացնում ընտրված քաղաքապետերի, համայնքապետերի նկատմամբ, ինչ որ միտեղ պարզում են, որ մարդը կաշառակեր է, այլտեղ պարզում են, որ չգիտեմ, նա պետական գույք է օտարել, վաճառել եւ այլն եւ այդպես շարունակ, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որտեղ որ պարտվում է Նիկոլ Փաշինյանը հետընտրական կեղծիքների միջոցով փորձում է պահպանել իր իշխանությունը։ Այստեղ մենք գործընթացները պետք է դիտարկենք նաեւ հետեւյալ համատեքստում մի շարք փորձագետներ արդեն իսկ հասցրել են հետեւյալը արձանագրել, որ Վարդան Ղուկասյանի հետ տեղի ունեցածը ամենավառ ապացույցներից մեկն է նրա, որ իշխանությունները ընտրական գործընթացների միջոցով այլևս հնարավորություն չունեն վերարտադրվելու եւ մեզ մոտ ապագայում սպասում են այնպիսի ընտրություններ, որոնք երևի Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից, առնվազն 95-96 թվականից այս կողմ երբեք Հայաստանում տեղի չեն ունեցել վարչական ռեսուրսի կիրառման տեսանկյունից, իշխանությունների կողմից քաղաքացիներին տարբեր կերպ խրախուսելու, եթե չասենք ընտրակաշարք բաժանելու, նույն Գյումրի ընտրությունների համատեքստում մի շարք քաղաքական ուժեր, որոնք մասնակցում են ընտրություններին, նշում էին, որ Սարիկ Մինասյանի կողմից հավաքած ձայների զգալի հատվածը դա ոչ այլ ինչ են կար հին բարի լևոնական ժամանակների համատեքստում տեղի ունեցած գործընթացների արդյունք, այսինքն վարչական ռեսուրսի կիրառում եւ տրամաբանությունը իսկապես հուշում է, որ 26 թվականի խորհրդանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հենց այս ուղղությամբ է գնալու, բայց այստեղ կա եւս մի կարևոր նրբերանգ, որի մասին դեռևս 3 մեր գործընկեր Գառնիկ Զաքարյանի հետ մի փոքր հասցրեցինք խոսել, բայց հիմա ժամանակն է էլ ավելի բացել այս ամենը, տեսեք, Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն քաղաքակիրթ արևմուտքի եւ մեր հարևան Թուրքիայի կարտ բլանշ ունի սպասվելիք խորհրդանական ընտրությունների ժամանակ ցանկացած տիպի ընտրակեղծիքներ իրականացնելու, ինչն է նաև 3 խորհրդանշական։ Հենց այն պահին, երբ Փաշինյանի կարմիր բերետավորները գրոհում էին Գյումրու քաղաքապետարանը, Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարը Միրզոյան դեռևս Արարատը հանդիպում էր իր մոլդովացի գործընկերոջ հետ, գիտեք իրենք ինչ էին քննարկում, ինչպես է պետք դիմակայել հիբրիդային վտանգներին, ու այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ ցանկացած մեկը ով հայտ է ներկայացնում իշխանափոխության, նույն Մոլդովայում հռչակվում է Ռուսաստանի գործակալ, Պուտինի գործակալ, KGB-ի ագենտ, այս տեսակ հիբրիդային վտանգների մասին են իրենք խոսում, ինչպես նաև մոլդովացի գործընկերը Արարատ Միրզոյանին ներկայացնում էր, թե ընտրությունների ժամանակ ինչ մեխանիզմներով են իրենք պաշտպանել ժողովրդավարությունը։ Այսինքն մոլդովական օրինակն են քննարկում, լավ, իսկ այդ մոլդովական օրինակը ինքը ինչ տեսք ունի։ Սրա մասին խոսել ենք, բայց կարծում եմ անհրաժեշտ է եւս մեկ անգամ կրկնել, տեսեք, ինչ արեցին Մոլդովայի իշխանությունները, որոնք եւս ունեին քաղաքակիրթ արևմուտքի կարտ բլանշը։ Իրենք մի շարք անհատների, քաղաքական միավորումների, կուսակցություններին, դաշինքներին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին։ Մարդկանց համար ֆիզիկական հնարավորություններից զրկում էին մարդկանց, որ իրենք չկարողանան մասնակցել ընտրություններին։ Եթե չենք խոսում նաև այն
ընտրատեղամասերի մասին, որոնք բացվել էին Մոլդովայից դուրս, այլ խոսում ենք հենց Մոլդովայի ներսում գործընթացների մասին, օրինակ Մերձ Դնեստրի Մոլդովայի քաղաքացիները, որոնք իրավունք ունեին մասնակցել ընտրությունների, իրենք որպեսզի հասնեն տեղամաս, պետք է որոշակի կամուրջներով անցնեին։ Ընտրությունների օրը բոլոր կամուրջները, որոնք Մերձ Դնեստրը կապում էին Մոլդովայի հիմնական տարածքի հետ, փակ էին։ Ընտրատեղամասերի փակվելուց ընդամենը կես ժամ առաջ բացեցին այդ կամուրջները։ Եվս մի հետաքրքիր դրվագ կար, մի այսպիսի կուսակցություն կար, Հզոր Մոլդովա։ Տեսեք ինչ արեց Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Իրենք մի կողմից թույլ տվեցին, որ այդ կուսակցությունը գրանցվի եւ մասնակցի ընտրություններին, բայց երբ որ արդեն քվեաթերթիկները կային պատրաստ էին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց, որ այդ կուսակցությունը չի կարող մասնակցել ընտրություններին։ Բայց Մոլդովայի քաղաքացիների զգալի հատվածը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի հատվածը 24 եւ 7 ռեժիմով չեն հետևում լրահոսին եւ կարող է եւ չիմանային, որ Հզոր Մոլդովա կուսակցությունը այլևս չի կարող մասնակցել ընտրություններին, բայց մարդիկ գնում են եւ քվեարկում են այդ կուսակցության օգտին։ Ինչեւ այս տեսակ փորձն է քննարկել Նիկոլ Փաշինյանը, մենք պետք է հերթական անգամ արձանագրենք, նա իսկապես ունի կարտ բլանշ ընտրությունների ժամանակ ցանկացած տիպի ընտրակեղծիքներ իրականացնելու։ Իմիջիայլոց 3 նկատեցիք ինչ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարանում։ Սարիկ Մինասյանը, որը ղեկավարում է արդեն մի քանի ամիս է հեծի տեղական կառույցը, անջատել էր հոսանքը Գյումրու քաղաքապետարանում, սա նաև որոշակի ազդակ է առայն, թե ինչ են պատրաստվում անել իշխանությունները ընտրությունների օրը, բայց ինչ պետք է անի ընդդիմությունը այս իրավիճակում, ոչ նա չպետք է հրաժարվի ընտրություններից, հակառակը պետք է էլ ավելի պատրաստված մասնակցել այս ընտրություններին։ Եթե իրենք պատրաստվում են անջատել հոսանքը, կա հնարավորություն, տեխնիկական հնարավորություններ կան ապահովել լույս, ապահովել անդադար տեսաձայնագրում այս ամեն ինչի, անհրաժեշտ է նաև մաքսիմալ խրախուսել քաղաքացիների մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, իսկ դա հնարավոր է անել միայն ակտիվ քարոզարշավի շնորհիվ։ Անհրաժեշտ է նաև երկրում իսկապես ստեղծել նախահեղափոխական իրավիճակ, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանը վստահ լինեն, հասկանան, որ եթե իրենք գնան ընտրակեղծիքների, ապա քաղաքացիները, որոնք հազարներով փողոցում են լինելու, պայքարելու են իրենց իրավունքների պահպանման համար։ Եվս մի կարևոր դրվագ կա։ Տեսեք, ով ասեց, որ միայն իշխանությունները կարող են ընտրությունների հետևելու համար հավատարմագրել կամ երկիր բերել տարբեր միջազգային կառույցների։ Տեսեք, կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ, Լատինական Ամերիկայից մինչև եվրոպական տարբեր երկրներ, ԱՊՀ-ից մինչև ՇՕՍ, կան տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են ընտրական գործընթացների հետևելու, դրանց վերաբերյալ զեկույցներ ներկայացնելու, ով է խանգարում ընդդիմությանը ներգրավել այդ կազմակերպություններին Հայաստանում սպասվելիք գործընթացները վերահսկելու համար։ Եվ եւս մի կարևոր դրվագ, հարգելի հեռուստադիտողներ, մենք մի իրավիճակում ենք գտնվում Արցախի հանրապետության անկումից հետո, երբ որ Հայաստանի ֆիզիկական խորությունը, դիվանագիտական խորությունը եւ դիմադրողականությունը բավականին նվազել են։ Դա հանգեցրել է նրան, որ թուրքական գործոնը, այս աշխարհաքաղաքական գործոնը չափազանց մեծ նշանակություն է ունենալու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եթե մենք ինքնախապեյությամբ չզբաղվենք, մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ աշխարհաքաղաքական մի գործոնին դու կարող ես բալանսավորել միայն այլ աշխարհաքաղաքական գործոնով։ Եթե դա չլինի, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կարտ բլանշ է ունենալու տարբեր ընտրակեղծիքներ իրականացնել, նաև Մոլդովայի օրինակով իրենք արդեն գիտեն ինչ են փորձելու իրականացնել։ Հետևաբար կարևոր է սինթեզել բոլոր հնարավոր միջոցները ներքաղաքական պայքարից մինչև աշխարհաքաղաքական գործոնների բալանսավորում, որովհետեւ Հայաստանում հնարավոր լինեն հետաքրքիր գործընթացները։ Մտածեք այդ մասին։